պետական մակարդակով այսօր Արցախցուն նվաստացնում են, արհամարում են։ Արցախատիացությունը կատարվում է պետական մակարդակով։ Այս 40 գումարած 10-ը դրանք գրոշներ են, որ Արցախցու սոցիալական վիճակը ոչնչով չի բարելավում։ Ընդամենը դրանով կարողանում ենք տան վարձի կարիքը հոգալ, սոցիալական ոչ մի հարց դրանով չի լուծվում։ Եվ պետությունը պիտի լավ իմանա, որ այդ գումարը Արցախցու կյանքը չի բարելավում։ Ընդամենը այս մի գրպանից անցնում է մյուս գրպանը, որովհետև դա ընդամենը բնակարանային վարձ է։ Եվ այսօր, եթե դա դուք փորձում եք կտրել, ինչ է նշանակում։ Նշանակում է արցախցիներին ասում եք հավաքեք ձեր ճամպրուկները եւ հեռացեք այստեղից, որովհետև դա գեր նպատակ է այսօր ձեզ համար, չկա արցախցի, չկա արցախյան հարց։ Այսօր պետական բարձր ամբիոնից հայտարարում են, որ արցախյան պայքարը չենք շարունակելու։ Դրանով Ալիևի հայտարարած թեզը, որ արցախյան հարցը լուծված է, իրենք հիմնավորում են հենց, որ պայքարը չի շարունակվելու։ Պայքարը դու չես սկսել, որ իրավունք ես վերապահում ասելու արցախյան պայքարը չենք շարունակելու։ Եվ թող հիշեն, քանի կա արցախցին, թեկուզ մեկ արցախցի էլ որ լինի, արցախյան պայքարը միշտ լինելու է, որովհետև Արցախը բռնակցելու օրվանից մեր պայքարը միշտ եղել է։ Տարիներ շարունակ անընդհատ պայքարի ոգով է ապրել Արցախցին, տեսնելով 4 պատերազմ, հաղթահարելով բազում դժվարություններ, սովի ճիրաններում նույնիսկ մաքարելով իր հայրենի հողը նա չի լքել, բայց մեկ անձի որոշումով Արցախը նվիրաբերվեց թշնամուն։ Մանիպուլացնում են ժողովրդի մի հատվածին, երևի ոչ բոլորին, որ նախնիներն են տվել Արցախը։ Հարգելիս, նախնիները տվել են, Ալիևը սպասել է, որ դու գաս քեզնից ստանա, քո ստորագրությամբ ստանա։ Նախնիները ոչ թե տվել են, նախնիները Արցախը պահել են, ասում են երկարաձգել են պարզապես տալու ժամանակահատվածը, դու էլ երկարաձգեիր, 7 տարի կդառնար 17, ով գիտի 27, գուցե եւ ցմահ կնստեիր այդ աթոռին, ինչու ստորագրեցիր եւ քո ստորագրությամբ հայաթափեցիր հազարամյա Արցախը։ Հիմա այսօր այսպես հավաքվել ենք, մենք պիտի միահամուռ լինենք եւ իրոք մեր պայքարը պետք է շարունակենք։ Այսօր պետական մակարդակով երբեք չի դրվում արցախցիների Արցախ վերադառնալու հարցը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեզ բերել են անտիրական լցրել փողոցները, որպեսզի այստեղից էլ ով կկարողանա թողնի հեռանա։ Չկա արցախցի, չկա գլխացավանք արցախյան հարցի։ Այդ դրա համար էլ մենք հավաքվել ենք, որ ասենք, մենք կանք, մենք միասնական ենք, մեր ոգին անկոտրում է եւ արցախյան պայքարը շարունակվելու է, քանի կա շնչում է արցախցի։